մարդու պատմություն ուզենամ այսօր իրար հետ նայենք, շատ եմ հավանում Քրիստոսի այս ոճը, որով որ ինքը ծառայում է, երբեմն ինքը բաներ էր անում, որ կարող է անհասկանալի թվար ինչու այդպես, կարող է թվար, որ դա խտրականություն կարող է երևա, բայց զարմանալի էր ինքը։ Բազում տեղեր կան Աստվածաշնչի մեջ, որտեղ որ տեսնում ենք, որ Քրիստոսը մի հոգու համար մի մարդ էր ընտրում, ու այդ մարդու համար այցելում էր, կտրում էր երկար ճանապարհ, հասնում էր ինչ-որ մի տեղ, որ ինչ-որ մեկին կպներ, ինչ-որ մեկի կյանքը փոխեր, ու կարող է ոչ մի բան ուրիշ չաներ այդ տարածքում, թողեր գնար այդ տարածքից։ Զարմանալի են բոլոր այս դեպքերը, երբ որ նայում ենք։ Նման մի դեպք հիշում եք Տիգրոսի և Սիդոնի եզրերում ապրող մի կին էր, որ հետաքրքիր է ինչու Հիսուսը տեղով անցավ, չպետք էր որ անցներ իր ծրագրի մեջ կարծես թե չկար, բայց այս մի կնոջ համար երկար ճանապարհ կտրեց ինքը, որպեսզի գնա այդտեղ։ Մի ուրիշ մի կնոջ էլ է ձև հանդիպեց, գիտեք, սամարացի կնոջ է, գրածա պետք եղավ, որ նա Սամարիայի միջով պիտի անցներ, ինչու որտև մի հոգու նա պետք է հանդիպեր, մի հոգու հետ ինքը գործում էր, մի հոգի իր կարիքն ուներ։ Մի ուրիշ պատմություն կա Բարթիմեոսի մասին։ Մտավ քաղաք, մի հոգու հանդիպեց, մի հոգու կյանքը փոխեց, մի հոգու բժշկեց և գնաց։ Մի ուրիշ պատմություն կա, ու սենց կան պատմություններ բազում, որտեղ որ ինքը մի հոգու համար պատրաստ է գալու։ Արդյոք մենք նման ենք Քրիստոսին սրա մեջ, արդյոք մենք կարող ենք մի հոգու համար կտրել հեռու ճանապարհ, կտրել մեզ մեր գործերից, ծախս անել, գնալ հասնել, որպեսզի մի հոգու ծառայել։ Արդյոք կա մեր մեջ այս բանը։ Թե մենք կասենք մի հոգին դեռևս պատճառ չի, որ ես իմ տեղից շարժվեմ, այլ որ լինեն մի 100 հոգի, հավաքվեն, ես պատրաստ եմ գնամ, իրանց խոսամ, իրանց կպնեմ, իրանց ծառայեմ։ Արդյոք նման ենք մենք Քրիստոսին սրա մեջ, շատ զարմանալի է դերը։ Եվ մի պատմություն կա, որ այսօր հատկապես կուզենամ նայենք, նորից մի հոգու պատմություն, որի համար Տերը երկար ճանապարհ նորից կտրեց, մենակ իրան հանդիպեց, կպավ, փոխեց կյանքը և վերադարձավ այդտեղից։ Մի օր աշակերտների հետ էին իրանք, երբ որ ծառայել էին ժողովրդին բավականին և ինքը աշակերտներին ասեց, նստեք նավակը, անցնենք ծովի այն կողմը և իրանք պետք է Գալիլեայի այդ ծովը հատեին և գնային դիմացի երկիրը։ Եվ գիտեք, ճանապարհին փոթորիկ եղավ, աշակերտները վախեցած էին, ջուրը լցվում էր նավակի մեջ, պիտի արդեն խեղդվեին և Քրիստոսին զարթնացնում էին, որովհետև քնած էր նավակի մեջ։ Եվ ասեցին, հոգդ չէ, որ խեղդվում ենք, կորչում ենք, և Հիսուսը վեր կացավ ասեց, չի այդքան անհավատ։ Եվ վերացավ, որ քամուն և ծովին ասեց, սաստվիր, հանդարտվիր և խաղաղություն եղավ այդտեղ և իր մասին էին, այս ով է, որ քամիներն էլ, ծովերն էլ սրան նազանդվում են։ Աշակերտները չէին ճանաչում, ում հետ էին իրանք նավակի մեջ նստած։ Եվ այս պատմությունը շարունակություն ստանում նրանով, որ իրանք անցնում են ծովի այն կողմը և իջնում են գադարացիների կամ այլ կերպ ասած գերգեսացիների երկիր, որովհետև այդ տարածքը 10 տարբեր քաղաքներ միացած էին իրար, կոչվում էր Դեկապոլիս և Հիսուսը մի հոգու հետ հանդիպում պետք է ունենալ այդտեղ։ Եվ իջան այս ծովեզերքին և գրածա մի հոգի հեռվից տեսավ Հիսուսին և վազելով հասեց դեպի իրան։ Ուզենամ միջև որ կանցնեմ խոսքին, մի կարճ ուղղակի մեր գլուխները խոնարհեցնենք, աղոթենք, որ Տերը այցելություն անի և ցույց տա մեզ այն ինչ որ ուզում է ցույց տա։ Մեր փառավոր Տեր, մեր սքանչելի Աստված, այսօրվա համար գոհանում ենք քեզանից, որ Եվս մի օրեր մեզ պարգևեցիր լինելու քեզ հետ քո
ներկայության մեջ քո ժողովրդի հետ Տեր, ընթերցելու քո խոսքը, նայելու ինչ ունես դու մեզ խոսալու, ինչ ես դու թաքցրել քո խոսքի մեջ, ինչ ես դու ուզում մեզ ցույց տաս դրա մեջ։ Քեզ ենք հանձնվում եւ խնդրում ենք, որ դու այցելություն անես յուրաքանչյուրիս եւ հպվես ամեն մեկիս։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրում սիրելի Հայր։ Ամեն։ Այս պատմությունը յուրահատուկ է նրանով, որ ինքը գրված է 3 տարբեր ավետարանների մեջ։ Քիչ պատմություններ կան, որ գրված են 3 ավետարանների մեջ։ Պատմությունը գրված է Մատթեոս 8-րդ գլխի մեջ, Մարկոսի 5-րդ գլխի մեջ եւ Լուկասի 8-րդ գլխի մեջ։ Չենք նայի 3 ավետարաններն էլ, կնայենք ուղղակի մի ավետարանը, ընթերցենք այն եւ փորձենք, տեսնենք ինչա Տերը մեզ ուզում ցույց տա դրա մեջ։ Փորձենք նայել Լուկաս ավետարան 8-րդ գլուխ։ Սանվեց համարից։ Եվ նավով գնացին գադարացիների երկիրը, որ Գալիլեայի դիմացի կողմն է։ Եվ նա դուրսը ցամաք գնալիս քաղաքիցը մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ բավականին ժամանակից հետո եւ հագուստ չէր հագած եւ տան մեջ չէր կենում այլ գերեզմաններում։ Եվ Հիսուսին, որ տեսավ, աղաղակեց եւ նրա առաջին ընկավ եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ինչ բան կա ինձ հետ, Հիսուս, որ ով բարձրալ Աստծո որդի, աղաչում եմ քեզ մի տանջիր ինձ, որովհետև նա պիղծ ոգուց հրամայում էր, որ մարդուցը դուրս գա, որովհետև շատ ժամանակ էր, որ հափշտակել էր նրան եւ շղթաներով եւ ոտնակապներով կապված պահվում էր, բայց կապանքները կտրում էր եւ դևիցը անապատ տեղեր էր տարվում։ Հիսուսն էլ նրան հարցրեց եւ ասեց. անունդ ինչ է։ Նա էլ ասեց Լեգեոն, որովհետև շատ դևեր էր մտած նրա մեջ։ Եվ աղաչում էին նրան, որ չհրամայե նրանց գնալ անդունդը։ Եվ այնտեղ շատ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վրա արածում էին։ Եվ նրանք աղաչում էին նրան, որ հրաման տա իրենց մտնել նրանց մեջ։ Եվ նա հրաման տվեց նրանց։ Դևերն էլ այն մարդիցը դուրս եկան, խոզերի մեջ մտան, եւ երամակն այն գահավեշ տեղիցը վազեց ծովակի մեջ խեղդվեցավ։ Խոզարածներն էլ, որ տեսան այս եղած բաները, փախան եւ գնացին քաղաքի եւ ագարակների մեջ պատմեցին։ Եվ դուրս ելան այն եղած բանը տեսնելու։ Եվ Հիսուսի մոտ եկան եւ նստած գտան անմարդը, որից որ դևերը դուրս էին եկել, հագված եւ զգաստացած Հիսուսի ոտների մոտ եւ վախեցան։ Եվ նրանք էլ, որ տեսել էին, պատմեցին նրանց, թե ինչպես փրկվեց դիվահարը եւ գադարացիների շրջակայքը, բոլոր բազմությունը աղաղակեցին նրանց, որ իրանցից գնա, որ մեծ ահով բռնված էին։ Նա էլ նավ մտավ եւ ետ դարավ։ Այն մարդն էլ, որից դևերը դուրս էին եկել, նրան աղաչում էր, որ նրա հետ լինի, բայց Հիսուսը արձակեց նրան եւ ասեց. դարձիր քո տունը եւ պատմիր, ինչ որ Աստված քեզ արեց։ Եվ նա գնաց եւ քարոզում էր բոլոր քաղաքումը, ինչ որ Հիսուսը իրեն արեց։ Պատմությունը բազում անգամներ կարդացել էի, բայց այս անգամ, երբ որ կարդում էի, մի յուրահատուկ սեր էր լցվում մեջս։ Զգում էի, թե ինչպես է Հիսուսը ցույց տալիս իր սերը ու ինչքան մեծ է այդ սերը։ Չէի պատկերացնում, որ կարելի է դիվարի մասին խոսալ, դիվարի մասին քարոզել, բայց յուրահատուկ բան էր գալիս մեջս։
յուրահատուկ է, անկրկնելի։ Քեզ նման ոչ եղել է, ոչ կա եւ ոչ էլ կլինի։ Հավատացած եմ ինքը մարդուն այնպես է ստեղծում, որ ամեն մեկը ամբողջ պատմության ընթացքում ունիկալ են եղել եւ իր համար ամեն մեկը հատուկ գին արժի։ Երբ որ հարց էին տալիս, ես մտածում էի, երբ որ նոր էի ապաշխարել եւ մտածում էի, արդյոք Հիսուսը մի հոգու համար պատրաստ կլիներ իր կյանքը տալու։ Գնալով ու համոզվում եմ 1000 անգամներ, որ այո, մի հոգու համար նա պատրաստ կլիներ իր կյանքը տալու, ոչ թե բազմության։ Գիտեք, մենք ասում եմ, շատերս պատրաստ կլինենք բազմության համար ինչ-որ բան անել։ Բայց մի հոգու համար անելը գին արժի եւ երբեմն մարդիկ պատրաստ չեն այդ գինը վճարելու, որ խոսքը գնում է մի հոգու մասին։ Հիսուսը այս մի հոգուն տեսավ, մարդու մասին գրած է, որ նա դիվահար էր եւ շատ վաղուց դիվահար էր։ Այս մարդը տանջվում էր սարսափելի ցավերով։ Հիսուսը իրան հարց է տալիս, ինչ է քո անունը, նա ասում է լեգիոն, որովհետեւ իրանք շատ էին նրա մեջ։ Այդ ժամանակների մեջ ընդունված էր լեգիոնը զորամաս, որում մոտավորապես 6000 հոգի մարդ կար։ Եվ եթե հենվենք այս փաստի վրա, այս մարդու մեջ պետք է մոտավորապես 6000 դևեր լինեին։ Եվ մտածում ես, ինչ է նշանակում 6000 դևեր։ Արդյոք ինչ ցավ էր քաշում այս մարդը։ Ես տեսել եմ դիվահարներ, որոնք որ ժամանակ առ ժամանակ դրսևորումներ են ունենում տարբեր ձևի։ Գիտեք, բայց իրանք կարող է մեր մեջ ապրել, մենք չիմանանք էլ, որ իրանք դիվահար են, որ իրանք մեջ դև կա։ Իրանք տարբեր ձև են դրսևորվում, տարբեր ժամանակներ։ Կարող է իրան չանհանգստացնես ու հատուկ դրսևորումը չտեսնես։ Բայց այս մարդու մեջ իրանք այնքան շատ էին, որ հերթ էին հավանաբար կանգնում այս դևերը, որ մեկը իր չարչարանքը, իր գործը վերջացներ, որպեսզի մյուսը սկսեր։ Եվ այս մարդու մասին գրած է, որ Մարկոսի ավետարանի մեջ Մարկոսը գրում է, որ դևերը իրան այնքան էին տանջում, որ ցերեկ եւ գիշեր միշտ աղաղակում էր եւ իրան պատերով էր տալիս եւ ուզում էր ինքն իրան սպաներ։ Զարմանալի է։ Այստեղ Ղուկասը սրա մասին այդքան չի մանրանում, այստեղ գրված է, որ իրան փորձում էին շղթաներով կապեին եւ ինքը շղթաներն էլ փրկում էր եւ չէր կարողանում ազատ լինել։ Նա գնում էր, բնակվում էր գերեզմաներում։ Մարկոսը պատմում է, որ այդտեղով անցնել չէր լինում։ Չէին կարող ժողովուրդը անցնեին, որովհետեւ իրանց հանգիստ չէր տալիս։ Ինչի էին կապում շղթաներով, որովհետեւ հավանաբար նա հայոյում էր, խփում էր, չգիտեմ ինչեր էր անում, գրած է, որ մերկ էր, դեռ խայտառակ մի իրավիճակ տեղի ժողովրդի համար եւ առավել եւս, գիտեք, ուրիշների համար դա հոգս էր, որ իրանց մեջ կա մեկը, ով իրանց հանգիստ չի տալիս։ Երևի ոմանց համար էլ ցավ էր, որովհետեւ իրանց մեջից էր այդ մարդը հավանաբար։ Որոշների միգուցե բարեկամն էր, որոշների միգուցե, չգիտեմ, ընտանիքի անդամ էր, բայց փոխվել էր այս մարդու կյանքը եւ հոգնել էին իրանից եւ տանջվում էին իրանից եւ լավ էր կուզենային ազատվեին։ Ոմանք կասեին, ինչ լավ կլիներ, մի լուծում լիներ, այս մարդը փրկվեր, բժշկվեր, գար բժշկություն այս մարդու մեջ։ Բայց մի օր Հիսուսը եկավ այդտեղ։ Այս մարդը շատ էր տանջվում, շատ էր տառապում։ Եվ մի հատ հարց են տալիս դևերը։ Այսինքն չեն տալիս, գիտեք, իրանք բան են ասում են, ինչ կա քեզ հետ, քեզ ինձ հետ, ինչի ես եկել ինձ տանջելու, գնա ինձանից խնդրում եմ։ Գիտեք, այս նույն պատասխանը տվեցին ժողովուրդը, երբ որ Հիսուսին հանդիպեցին։ Նույն բանը ասեցին, գնա մեզանից։ Ինչ որ ասեց դիվահարը, այս նույն բանը ասեցին ժողովուրդը։ Ես կուզենամ կենտրոնանանք այս հարցի վրա։ Ինչու այս հարցը, ինչու դիվահարը ասեց գնա ինձանից եւ ինչու ժողովուրդը ասեցին գնա ինձանից։ Ինչ էր տեսնում դիվահարը, երբ որ նայում էր Հիսուսին։ Դիվահարը, գիտեք, տեսնում ենք, որ առաջի բանը, որ անում է, վազելով գալիս է, դրած անգնում է եւ երկրպագում է Հիսուսին։ Հետո բարձր ձայնով աղաղակում, ասում է. Ինչ ես ուզում ինձանից, ինչ ես ժամանակից շուտ եկել, որպեսզի ինձ տանջես, հրաման տուր, որպեսզի ես դուրս գամ եւ չգնամ անդունդը, այլ գնամ օրինակ այն խոզերի մեջ։ Եվ գրած է մի հատված կար, որտեղ որ բավականին չափով խոզեր էին։
հարացեցնում, Մարկոսը գրում է, որ դրանք 2000-ից ավել էին, 2000 խոզեր էին։ Եվ Հիսուսին զարմանալի մի ձև է կոչում, ասում է Հիսուս բարձրյալ Աստծո որդի։ Արդյոք զարմանալի չի, որ դիվահարը Հիսուսին ճանաչում է, գիտի ով է Հիսուսը, լավ հասկանում է ում դեմ է ինքը կանգնած, այն դեպքում, երբ որ դրանից րոպեներ առաջ կամ ժամեր առաջ աշակերտները նավի մեջ սարսափած չգիտեին ում հետ են իրանք գնում, բայց դիվահարը եւ դիվական աշխարհը լավ գիտի Հիսուսին, լավ է ճանաչում իրան, բացի դրանից սարսափում է իրանից, գիտեք։ Աստծո խոսքը ասում է, քեզ ինչ բան կա, որ դու ասում ես, որ ես հավատում եմ, դևերներ են հավատում։ Նրանք լավ գիտեն, որ Աստված կա, ավելին ասեմ, նրանք սարսափում են Աստծուց, բայց նաև երկրպագում են եւ խոնարհվում են, որովհետեւ ուրիշ ճար չունեն, որովհետեւ Աստված Հիսուսին մի անուն ա տվել, որ ամեն անունից բարձր է եւ գրած է, որ նրա անունի առջև պետք է խոնարհվեն, թե երկրի վրա, թե երկնքում, թե դժոխքում եղած ամեն մեկ։ Եվ տեսնում ենք դիվարին, որը վազելով գալիս է, խոնարհվում է եւ երկրպագում է Հիսուսին եւ բացահայտում է ով է Հիսուսը։ Եվ ասում է գնա ինձանից, գիտեք, գնա, որովհետեւ Հիսուսի մեջ տեսնում էր մի բան, որ տանջում էր իրան, գիտեք, դևերը իրանց ամբողջ էությամբ ատում են մարդուն։ Ատում են մարդուն, որովհետև մարդը զբաղացրել է այն տեղը, որտեղ որ պետք է իրանք լինեին, ինչու, որովհետև ժամանակին այն տեղը, որ հատկացրած էր իրանք մերժեցին այն տեղը, դուրս եկան Աստծո դեմ եւ ընկան Աստծո փառքի միջից եւ հիմա մարդը զբաղացրել է մի տեղ, որտեղ որ Հիսուսը բարձրյալ Աստծո որդին դարել է մարդ եւ ապրում է մարդկանց մեջ եւ մարդ արարածը դեպի համար ամենասարսափելի բանն է, ամենաչսիրած, ամենաատելի մի բանն է, որ կարող է լինել եւ տեսնում է Հիսուսին, որ իր ամբողջ էությամբ սիրում է մարդուն եւ եկել է հենց իր համար։ Եկ մարդիկ չգիտեին ինչի համար էր Հիսուսը կտրում այդ ծովը, որպեսզի հասներ, դևը լավ հասկացել էր ինչի համար, ինքը գիտեր, որ իր համար է եկել։ Չի որ Հիսուսը ուղղակի նավից իջել էր, չէր էլ մոտեցել դեռ իրան, բայց դևը ճանաչել էր, վազելով եկել էր, խոնարհվել էր իր առաջ եւ հասկանում էր ինչի համար է Հիսուսը եկել, որովհետեւ տեսնում էր Հիսուսի մեջ մի սեր, որը պատրաստ է այդ մարդուն, եկել է այդ մարդուն ազատելու, մարդուն, ով այդքան ժամանակ չարչարվում էր, մարդուն, ում որ դևերը չէին կարողացել այդքան ժամանակ հարցերը լուծել։ Տեսնում էր մի սեր, որը չի կարող ոչ մի ձև տեղավորվի դևի հասկացողության մեջ, մի սեր, որը պատրաստ է մի հոգու համար կտրել հեռու ճանապարհ, մի սեր, որը պատրաստ է ամեն բան ներդնելու, մինչև իր կյանքն ներդնելու այդ մի հոգու համար։ Եվ դևը սարսափում էր այդ սիրուց եւ չի ուզում, ինքը չի կարող մնալ այնտեղ, որտեղ որ այս ձև մի սեր կա։ Եվ ինքը ասում է գնա ինձանից, քեզ ինչ կա ինձ հետ։ Հիսուսի մեջ տեսնում էր զարմանալի մի սեր, որը որ հեռու էր տանում։ Աստծո խոսքը ասում է, որ կան հոգևոր բաներ եւ կան մարմնավոր, շնչավոր եւ դիվական բաներ։ Կա աստվածային սեր եւ կա մարդկային էգոիստական սեր։ Կա դիվական սեր միգուցե։ Հովհաննես Ոսկեբերյան ասում է, որ կա դիվական սեր, որով որ դևերը կարող է ցույց տան իրանց մարդու առաջ մի պատկեր, մարդուն ցույց տան մի իրականություն, խաբված իրականություն, որը մարդը կարող է շատ սիրել եւ կապվել դրա հետ։ Որ մարդուն թվա, որ դա ամենամեծ սերն է եւ դրանից այնքան ոչ մի բան չկա։ Մի սեր, որը երբ որ մեկին իր սրտի մեջ տեղավորում է եւ սիրում է, պատրաստ է մյուսին մերժելու եւ ատելու։ Մի սեր, որի մեջ կարող է տեղավորվել միանգամից թե դրախտը, թե դժոխքը։ Սա աստվածային սեր չի, սա դիվական մի սեր է, որը երբեմն մարդիկ ունենում են փակված աչքերով, իրանք չեն հասկանում, որ այն ինչ որ իրանք սիրում են,
Սա սարսափելի մի տեղ է իրանց տանում։ Եվ Հիսուսը եկել էր կանգնել էր այս դևի առաջ եւ դևը սարսափում էր այդ սիրուց։ Եվ աղաչում էր եւ ասում էր, որ գնա ինձանից, խնդրում եմ, չեմ կարող, ազատի ինձ թույլ տուր, որ ես գնամ խոզերի մեջ, մի տանջիր ինձ։ Զարմանալի մի հարց։ Երբ որ նա խնդրում է Հիսուսին, որ Հիսուսը իրանց հրամայի, որ գնան խոզերի մեջ, Հիսուսը չի մերժում իրանց դա։ Եվ հետաքրքիր է ինչու։ Ինչու Հիսուսը անում է այնպես, ինչպես որ իրանք ուզում են։ Եվ մի բան, որ ես տեսնում եմ այս պատմության մեջ, սա է, որ երբ որ այս դևերը դուրս եկան իր մեջից եւ գնացին խոզերի մեջ, շատ երևացող ձևի, շատ պատկերավոր ձևի ժողովուրդը եւ այդ մարդը տեսան, թե ինչ էր բնակվում այս մարդու մեջ եւ ինչքան մեծ էր այն սարսափը, որ կրում էր այս մարդը։ Ինչքան մեծ էր այն տանջանքը, որ կրում էր այս մարդը։ Գիտեք, միգուցե որոշները նայում էին իրան, ասում էին խելքը գցել է, որոշները մտածում էին հոգեկան է, մյուսները մտածում էին դիվար է, այն մյուսները ինչ-որ մի բան, որոշները զզվում էին, որոշները իրանք չէին հասկանում, որ այս մարդը բռնված է մի իշխանությամբ, մի գերությամբ, որով որ ինքը սարսափելի ձևին տանջվում է։ Ոչ մեկ չէր կարող պատկերացնել այն տանջանքը եւ այն ցավերը, որով որ այս մարդը անցնում էր։ Եվ երբ որ այս դևերը դուրս եկան իրանից եւ մտան 2000 խոզերի մեջ, պատկերացնում եմ մի սարսափելի տեսարան, պատկերացնում եք 2000 խոզեր, ես չեմ պատկերացնում այդ ինչքան տարածք է գրավում, բայց կարծում եմ բավականին մեծ։ Մի փոշի է դուրս գալիս, մի ահավոր բան է տեղի ունենում այդտեղ, խոզերը գժվում են եւ իրանց նետում են գրածա ծովի մեջ եւ խեղդվում են։ Հիսուսը ցույց է տալիս մի սեր, որ այսքան ժամանակ այս մարդուն պահել է, զորավոր ձևով, որ դևերը չեն կարողացել այս մարդու հարցը լուծել այդքան երկար ժամանակ։ Գիտեք, մի րոպեում լուծեցին 2000 խոզերի հարցը, բայց մարդը, որ այդքան ատելի է իրենց համար, որ կարային շատ ավելի շուտ այդ հարցը լուծեին, երկար ժամանակ այդ հարցը չէր լուծվում։ Երկար ժամանակ թեկուզ այս մարդը տանջվում էր, թեկուզ այս մարդը սարսափելի օրերով էր անցնում, բայց մենք հասկանում ենք, որ անգամ այնտեղ Աստծո բացարձակ ողորմությունը եւ սերը այս մարդու կյանքի մեջ էր։ Երբեմն մարդու ցավը այնքան մեծ է լինում, որ իրան թվում է, որ Աստված իրան մոռացել է, որ իրանից էլ հույս չկա, որ իր վերջը եկել է, որ եթե ինքը մեռներ, երևի ավելի լավ կլիներ, նայեք հոբի կյանքը։ Շատ խոսքերով ինքը նկարագրում է այդ իրավիճակը, ինչ է նշանակում տանջվել, ինչ է նշանակում ապրել մի օր, որը որ ոչ մեկ չի ապրել, ոչ մեկ չի կարող իրան հասկանալ, ոչ ընկերները, ոչ հարազատները, ոչ ոք չի կարող հասկանալ։ Սարսափելի մի ցավ, եւ այս դևերի օրինակի վրա մենք տեսնում ենք ինչ էր ապրում այս մի հոգին, ինչ սարսափելի ցավ, որ պատերով տալիս էր գրածա դևը իրան այնքան միջև, որ սպանել այս մարդը չէր մեռնում։ Արդյոք սա հրաշք չի։ Արդյոք գերբնական պահպանություն չկար այս մարդու վրա։ Արդյոք, գիտեք, երբեմն մենք չգիտենք ինչ-որ բաների պատասխաններ, չգիտենք ինչու պետք է այդպես լինի, բայց Աստծո խոսքը ասում է, որ որոշ բաներ կան, որոնք Աստծո փառքի համար են։ Մենք չգիտենք ինչու էր ինքը այդքան տանջվում, չգիտենք ինչու էր ինքը դիվահարվել, չգիտենք ինչն էր պատճառ դարել, բայց մենք տեսնում ենք Աստծո սերը այս պատմության մեջ եւ Աստծո ողորմությունը, որ պահել էր այս մարդուն այդքան ժամանակ, մինչեւ որ նրա այցելությունը կլիներ, մինչև որ նրա խոսքը կգար իր կյանքի մեջ եւ ազատություն կբերեր։ Այս դևերը դուրս են գալիս, մտնում են խոզերի մեջ, գիտեք, չեն հանգստանում դևերը, իրանք ուզում են նորից մարդկանց վատություն անել, ասում են ինչ վատություն անենք այս մարդկանց, բռնում են խոզերին, սաղին խեղդում են։
գցում են ջուրը, որպեսզի խոզերը խեղդվեն, դրանով իսկ շարունակում են իրենց վերջի չարությունը, որ ունեն ամեն ձև մարդկանց մեջ անել։ Բայց ես պատկերացնում եմ այս մարդու կարգավիճակը, երբ որ ինքը տեսնում է, որ իր մեջից դուրս եկավ այս ամենը, ինքը լավ հասկացավ դա, բայց պատկերավոր ձևով տեսավ, ինչ տեղի ունեցավ, տեսավ, որ այս դևերը դուրս եկան իր մեջից և երբ որ այս խոզերի մահն էլ տեսավ, երբ որ տեսավ, որ նրանք գնացին և ընկան ծովը, կարծում եմ իր մեջ, գիտեք, երբ որ դու դիվահարի նայում ես, մեջդ հարց է գալիս, երբ որ գալիս ազատագրություն է դիվահարի, ես չգիտեմ դուք տեսել եք դիվահարների թե չէ, բայց երբ որ ազատագրություն է լինում է դիվահարի, առաջի բանը, որ մտքովդ անցնում է, սա է, արդյոք ինքը ազատագրվեց, թե ուղղակի սա ժամանակավոր մի դադար էր։ Ինքը խաղաղվեց ուղղակի, թե ինքը կատարյալ ձևի ազատագրվեց։ Եթե իր մեջ մի դև չէր, շատ դևեր էին, արդյոք բոլոր դևերը գնացին, թե ինչ-որ մի դևը հանգիստ թողեց իրան, բայց ինչ-որ մի բան գնաց։ Չգիտեմ, ով որ տեսել է, ամեն դեպքում կարծում եմ այս հարցը իրան, ես այդ հարցը տվել եմ, երբ որ կողքից նայել եմ այդ պատկերին, մտածել եմ, արդյոք այս մարդը ազատագրվեց, թե սա ուղղակի մանիպուլյացիա էր, թե դևը խաբեց, ցույց տվեց, որ այդ ձևը։ Եվ այն ինչ որ տեղի ունեցավ պատկերավոր ձևով, ապացույցներ նրա, որ այս մարդու մեջից ամեն բան դուրս էր եկել եւ գնաց վերջնական իրանից։ Վերջնական մի ազատագրություն եկավ։ Պատմությունը չի վերջանում այստեղ։ Շարունակությունը ասում է նրա մասին, որ երբ որ հովիվները տեսան այս իրականությունը, գնացին եւ պատմեցին ժողովրդին իրանց պատկերավոր ձևով եւ ժողովուրդը դուրս եկավ ոչ թե որ Հիսուսին տեսնի, գիտեք, ոչ թե տեսնի այդ մարդու ազատագրությունը եւ ուրախանա իր համար։ Ժողովուրդը դուրս եկավ բարկացած, ջղայնացած Հիսուսի դեմ եւ պահանջատիրական բանով ասելով գնա մեզանից։ Երբ որ ես նայում եմ այս ժողովրդին եւ նայում եմ դիվահարին, մտածում եմ ով էր ավելի շատ բռնված։ Այս ժողովուրդը թե դիվահարը։ Դիվահարը, որ իր ամբողջ ուժերով ուզում էր ազատագրվեր, դիվահարը, որ իր սախ չարչարանքը, տանջանքը, իր ամենավերջի ուժերը դրել էր նրա համար, որպեսզի ապրեր եւ ազատվեր սրանից, թե այս ժողովուրդը, որ կարծես թե ամեն բան իրանց հետ նորմալ էր, ամեն բան ոչ մեկ կարծես թե դիվահար չէր, ոչ մեկ կարծես թե բռնված չէր, բայց չեն կարողանում ուրախանան իրանց համար, որովհետև իրանց կյանքի մեջ ազատություն է եկել, չեն կարողանում ուրախանալ այս մարդու համար, չեն կարողանում ուրախանալ, ինչու որովհետև մի հատ խանգարող միտք կա իրանց, մեր խոզերը։ Ինչ կլինի, եթե ինքը մնա մեր մեջ, եթե նոր ինքը եկել է և մենք արդեն իսկ 2000 խոզ կորցրել ենք։ Բայց մտածում եմ սրանից ավելի խորը արմատ կա, գիտեք, ոչ թե խոզերն էր պատճառը, որ իրանք դեմ էին դուրս եկել, պատճառը նա է, որ իրանց էլ էր դժվար ընդունել այդ սերը, որ կար Հիսուսի մեջ։ Մարդիկ, ովքեր որ մերժում են Հիսուսին, հանդիպած կլինեք մարդիկ, ովքեր որ մեր շուրջը լինում են, ասում են, չէ, ինձ մի պատմի, մի ասա ինձ, դեք վանվում են, փախնում են դրանից, կարծես թե դու իրանց ինչ-որ բան, դու Աստծո սիրո մասին ես ուզում պատմես, իրանք փորձում են ամեն կերպ պաշտպանվել դրանից, դեք ավելի խորը արմատ կա, այստեղ խոզերը չէին անգամ իրական պատճառը, ավելի խորը արմատը սա է, որ գրած Աստծո խոսքը ասում է լույսը եկավ մարդկանց, բայց մարդիկ լույսը չընդունեցին, որովհետև իրանց մեջ խավար էր, նրանք չուզեցին, չկարողացան ընկալեն այդ սերը, չկարողացան ընդունեն մի բան իրանց մեջ, որ պատրաստ է ամեն կին վճարի ուրիշի համար։ Գիտեք, Պողոսը գրում է սիրո նկարագրությունը եւ ասում է սերը այսպիսին է լինում։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրանը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։
Պողոսը նկարագրում է ինչ է իրական սերը։ Մենք պետք է քննենք մեր սրտերը, հասկանալու արդյոք այն սերը, որ մենք մեր մեջ ունենք, ունի այս նկարագիրը։ Արդյոք մենք նման չենք մարդկանց, ովքեր որ խոսքով կարող է սիրում են, խոսքով կարող է ասում են, բայց երբ որ հարցը հասնում է գործի, երբ որ հարցը հասնում է գործնականի, իրանք պատրաստ են ուրախանալ դիմացինի համար։ Հեշտ չի ուրախանալ դիմացինի համար, եթե քո մեջ իրական սեր չկա։ Ինչու, որովհետև միանգամից նախանցն է գալի մարդու մեջ։ Սա քո եղբայրը նախկին պատգամի մեջ խոսած դրա մասին։ Գիտեք, երբ որ դու տեսնում ես, որ մեկի մոտ ինչ որ մի բան ստացվում է, նախանց է գալի մարդու մեջ, եթե չկա սեր։ Գալիս է մի բան, որ ես եմ ուզում դա ունենամ, ես ավելին եմ ուզում ունենամ, սա դիվական սեր է, գիտեք, այն ինչ որ էգոիստական է, այն ինչ որ մենակ քեզ լավ լինի, երբ որ քեզ լավ լինի, դու սիրում ես, բայց երբ որ հարցը վերաբերվում, Աստծո խոսքը ասում է, որ սերը իրենը չի փնտրում, այսինքն սերը չի լինում էգոիստական։ Իսկական սերը, որ Աստծուց է բխում, չի լինում էգոիստական, չի լինում իրանը փնտրող, չի լինում գոռոզացող, չի լինում հպարտացող, չի լինում, որ եթե դա ինձ պիտի վնասի, ուրեմն դա իմ հետ թող կապ չունենա։ Այս ժողովուրդը վախեցած էին այդ սիրուց, չէին կարողանում ընդունել այդ սերը, դա իրանց գրպանին կպել էր։ Կարծում եմ շատերը կարող է, գիտեք, հանդիպել ես այս ձեր բանի, որ նենց ասում են մարդիկ, բայց դու զգում ես, որ ինքը դա չի ապրում ինչ որ ասում, այն որ այմեն ասում են խեղճ երեխա կամ չգիտեմ խեղճ մարդ, հլը տես ոնց է տանջվում, հլը տես, ասենք ինչ լավ կլներ, որ չգիտեմ ինքը բժշկվեր կամ իր հարցը լուծվեր, գիտեք, բայց դրանք ուղղակի զուտ դատարկ խոսքեր են, որ եթե հարցը հասնես դու պատրաստ ես մասնակից դառնալու, որպեսզի իր մեջ ինչ որ մի բան փոխվի, իրանք կասեն գնա ինձանից, դա իմ հետ կապ չունի։ Ես հիշում եմ մի օրինակ, որ Հովիվը պատմում էր, երբ որ Հովիվը մի ուրիշ եկեղեցու Հովիվ, չգիտեմ իրական պատմությունը, թե ուղղակի հնարած մի պատմություն, բայց մի Հովիվ, երբ որ քարոզում է սիրո մասին եւ ասում է, որ պետք է ուրիշներին ծառայել, ինչով որ քո մոտ ավելնորդ է, ինչ որ դու ունես, քո ունեցածով, վերջը քո անձնականով, ու ինքը գալիս է տուն, տեսնում է տղեն տան եղած չեղածը հավաքել է դուրս է անում տնից, ասում է ինչ ես անում տղես, ասում է դու չէիր քարոզում այսօր, որ պետք է մեր ունեցածով ուրիշներին ծառայենք, ես կարող եմ պատմությունը կիսատ եմ հիշում, բայց այնքան ինչպես որ տպավորվել է, ասում է, բայց դա մեզ չեն վերաբերվում, բայց դա մեր հետ կապ չուներ, ես մեր համար չէի ասում դա, գիտեք, շատ հեշտ է խոսալ մի բանի մասին, ինչը որ քեզ չի վերաբերվում, բայց երբ որ դա քեզ է գտնում, երբ որ դա քո անձնականն է, երբ որ դու քեզանից պետք է դա դուրս գա, դու հարցի առաջ ես կանգնում, արդյոք դու պատրաստ ես գնաս այդ քայլին, արդյոք մի հոգին բավարար պատճառ է, որ դու տեղից շարժվես, կտրվես քո գործերից, քո խնդիրներից, քո հոգսերից, գնաս հասնես հեռու մի տեղ, չգիտեմ, մենք այն ժամանակվա չափանիշներով, երբ որ մենք կարդում ենք, թե ինչքան տարածություն էր պետք Հիսուսին կտրելու, որպեսզի հասներ Սիդոնի և Տիվրոսի սահմանները, այսօրվա մեր ժամանակակից հնարավորություններով, ասենք ոնց որ դու մի 1000 կիլոմետր կտրես գնաս հասնես ինչ-որ մի տեղ, նստես տրանսպորտ չգիտեմ, նստես մեքենան, որպեսզի գնաս մի հոգում, որտև այդ մի հոգին քո կարիքն ունի, քանիս ենք այսօր պատրաստ ներդրվելու այսպիսի սիրո մեջ։ Այս մարդիկ պատրաստ չէին ընդունելու այդ սերը, այս մարդկանց վանում էր այդ սերը և ասում էին դա մեզ պետք չի գնա մեզանից։ Մենք պատրաստ չենք վճարելու այդ գինը, մենք պատրաստ չենք։ Այսօր երբ որ մենք մարդկանց խոսում ենք, երբեմն տեսնում ենք, որ մարդիկ ասում են մի ասա այդ բանը, գիտես, մի խոսա, բայց պատմությունը ստեղ չի ավարտվում։ Չի ավարտվում նրանով, որ Հիսուսը եկավ, մի հոգու ծառայեց, հետո այդ մի հոգու ծառայությունը պատճառ դառավ, որ իրան չընդունեցին, ու ինքը թողեց ու գնաց այդ երկրից, եւ այդտենց էլ ոչ մի բան Հիսուսի մոտ այդտեղ չստացավ։ Այս պատմությունը շարունակություն ունի։ Այս պատմության շարունակության մեջ գրած է, որ այս մարդը փոխվեց, բժշկվեց, հագնվեց, լվացվեց,
Հիսուսի ոտքերի մոտ նստած էր, ուզում էր Հիսուսին գար հետևեր եւ քայլեր Հիսուսի հետ։ Հիսուսը ասում է, պետք չի որ դու գաս։ Դու պիտի մնաս տեղ այս ժողովրդին ծառայես։ Ես հիմա կգնամ, բայց դու կմնաս։ Եվ գնա պատմի քո տանը, քո ընտանիքին, քո հարազատներին։ Եվ երբեմն մեր մոտ հարց առաջանում Տեր, կպի իմ ընտանիքին, ինչի իմ ընտանիքը չի ապաշխարում, ինձ էլ իրանց էլ իմ հարազատները, իմ ընկերները, չգիտեմ, Հիսուսը քեզ ասում այդ բանը եւ ինձ ասում այդ բանը, դու ես մնում ստեղ։ Ես քեզ կպել եմ, ես քո կյանքը փոխել եմ եւ դու կմնաս ստեղ եւ կխոսաս իրանց եւ դու կդառնաս պատճառ, որպեսզի իրանք փոխվեն։ Եվ Հիսուսը թողում է իրանք տեղ, գիտեք, եւ գնում է տեղից։ Նման մի պատմություն եղավ Հովհաննեսի ավետարանում սամարացի կնոջ հետ։ Երբ որ Հիսուսը խոսաց կնոջ հետ, չնայած որ ինքը մերժված էր, չնայած որ չընդունված էր, իրանից դժվար էր ինչ-որ մի բան լսել, մարդիկ վանվում էին, պաշտպանվում էին իրանից, հեռու մնա մեզանից, չգիտեմ, որովհետև ինքը վատ համբավ ուներ, բայց երբ որ Հիսուսը իրան կպավ, ինքը պատճառ դառավ, որպեսզի իր քաղաքը, իր միջավայրը ապաշխարի, նրանք եկան Հիսուսին տեսնելու, նրա վկայությունը մարդկանց շարժեց իրանց տեղից, նրանք եկան ոչ թե Հիսուսին ասելու գնա մեր տարածաշրջանից, իրանք ասացին մնա մեզ հետ։ Այս պատմությունը նման շարունակություն ունի, գիտեք, թվում է թե պատմությունը ստեղ ավարտվեց, Հիսուսի մոտ չստացվեց, դիվարի մոտ ստացվեց, դες չստացվեց, Աստված գիտի, բայց պատմությունը շարունակություն ունի։ Մարկոս ավետարանի 7-րդ գլխի մեջ 5-ում տեղի ունենում այս պատմությունը, 7-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք, որ Հիսուսը վերադառնում է նորից Դեկապոլիսի սահմանները։ Գալիս է նորից այդ փոքր այդ միջավայրը, որտեղ որ այդ մի քանի քաղաքներն էին, Գադարան, Գերգեսան եւ ելի մի քանի քաղաքներ, վերադառնում այդտեղ եւ այս ժամանակ արդեն ընդունելություն է ունենում, գիտեք, ժողովրդից։ Ես հավատացած եմ, որ այս դիվարի վկայությունը, այս դիվարի ապրումները, նրա կյանքի փոփոխությունը ազդել էին այս մարդկանց վրա։ Այդտեղ ինքը բժշկում է խուլ ու համրին, եկույրին չեմ հիշում, խույր ու համրին, հա, բժշկում է եւ այդ բժշկությունը ինքան մեծ ազդեցություն է թողում այդ ժողովրդի վրա, որ Հիսուսի մասին ասում են, որ սա միայն լավ բաներ է անում։ Գիտեք, 8-րդ գլխի մեջ Մարկոսի ավետարանում դրա շարունակությունն է, Հիսուսը դեռևս այդ տարածքում է, այդ քաղաքում է եւ 4000 հոգի հավաքված Հիսուսին են լսում։ Եվ Հիսուսը այսպիսի մի խոսքեր ասում է 3 օր այս ժողովուրդը այստեղ են եւ սոված են։ Եվ իր աշակերտներին ասում է, որ կերակրեք այս ժողովրդին պետք է հոգ տանել, բայց չեմ ուզում այդ պատմության վրա կանգ առնեմ, ուզում եմ այս ժողովրդին նայեք։ Մի ժողովուրդ, որը պատրաստ էր Հիսուսին լսելու 3 օր ու գիշեր, միտեղ նստել եւ Հիսուսի հետ այդքան ժամանակ անցկացնել, դրա համար մարդկանց սրտերը պիտի փոխված լինեին։ Դրա համար մարդիկ պիտի ինչ-որ մի բան իրենց մեջ տեղի ունենար։ Չգիտեմ, քանի հոգի էս դահլիճից պատրաստ կլինեն, ամեն բանից կտրվեն 3 օր ու գիշեր։ Նստեն Հիսուսի ոտքերի մոտ, որպեսզի այնքան տարված, որ կարան հաց չուտեն, մոռանան, որ ուտել էլ կա, մինչև որ Հիսուսը կհիշացնի։ Սրանք մարդիկ էին, ովքեր որ փոխվել էին եւ հավանաբար մեծ ազդեցություն էր ունեցել մարդկանց կյանքի մեջ հենց այդ դիվահարը, հենց այդ տարածաշրջանում, երբ որ Հիսուսին չէին ընդունել։ Այն որ մեր այդ տեղի ունենում, երբ որ դու գնում ես մեկին խոսում ես, քեզ մերժում են, քեզ վանվում են քեզանից, քեզ ասենք ինչ-որ ուրիշ ձև են սկսում նայել, մի պախեցի դրանից։ Հիսուսին առաջի հերթին հենց այդ ձև էլ նայում էին։ Ասում էին գնա մեզանից, ինչու, որովհետև այն լույսը, որը կրում էր Հիսուսը, իրանց համար անընդունելի էր, դա կուրացնում էր իրանց։ Բայց ոչինչ, մի հուսահատվի, շարունակի մնալ այդտեղ, շարունակի խոսալ մարդկանց։ Շարունակի լինել այդտեղ եւ անպայման, այն ինչ որ դու կցանես այսօր, դա անպայման պտուղ է բերում։ Երբեմն մենք չենք տեսնում այդ պտուղը միանգամից, չենք տեսնում մեր սպասած ձևով, բայց դա իր ժամանակը եւ իր արդյունքը բերում է։ Դեք մի պատմություն մի միսիոների մասին, որը Աֆրիկայում տարիներ շարունակ անարդյունավետ ծառայություն ունեցավ։ Խոսում էր
մարդիկ չէին ապաշխարում, փոփոխություն տեղի չէր ունենում։ Մի հոգի էր ապաշխարել այդ ցավ ընթացքում, եւ ինքը համարում էր իրան չստացված միսիոներ, որը կյանքի տարիները նվիրել էր այդ ժողովրդին, այդ միջավայրին, այդ տարածաշրջանին, որպեսզի խոսա իրենց հետ, բայց այս մարդու մեջ ցավ էր եկել, որ իր միջոցով արած գործը չի բերել այդ արդյունավետությունը։ Հետո պարզվում է, որ այդ մի հոգին աշխարհահռչակ բոնկեն էր, որի միջոցով այդ նույն տարածաշրջանում միլիոններ են ապաշխարել, միլիոններ եւ միլիոններ, երբեմն մեր արած գործը, մեր արած խոսքը, մեր ծառայությունը կարող է ինձ շոկային չլինի։ Կարող է դու կարողանաս մենակ մի հոգու ծառայես քո կյանքի ընթացքում, բայց այդ մի հոգին էլ արժանի է, որ մենք նվիրաբերվենք, մենք ներդնենք ամեն գին ինչքան էլ որ դա կարժենա դա 2000 խոզի գին, կարժենա դա քո ամբողջ գինը, որը դու ունես եւ ամբողջ կարողությունը, որը դու կարող ես վճարես, բայց մի հոգին Տերը ցույց է տալիս, որ արժի։ Ամեն Հիսուսը իր ողջ կյանքը դրեց եւ ցույց տվեց մեզ, որ արժի, որպեսզի մեզ ունենա։ Արդյոք չարժի, որ մենք մեր ժամանակը, մեր ներդրումը, մեր ինչ-որ բաներ, ֆինանսներ կամ ինչ ուզում է լինի, ներդնենք գոնե մի հոգու համար, գոնե մի հոգու համար։ Ասո խոսքը մեզ ցույց է տալիս, որ մենք պետք է հասնենք, փորձենք հասնենք բոլորին, բայց եթե մեր մոտ չստացվի հասնել բոլորին, գոնե շատերին, այն ինչ որ մենք կարող ենք անել, գոնե մի հոգու կյանք, եթե մեր միջոցով փոխվի, երկնքում այդ մարդու համար մեծ ուրախություն կլինի։ Այս պատմության մեջ մենք տեսնում ենք այս մարդու ազատագրությունը, այս պատմության մեջ մենք տեսնում ենք, որ մարդու կյանքի մեջ կարող են լինել դևեր, կարող են լինել շատ դևեր, կարող են լինել թաքնված եւ տեսանելի ձևով դևեր։ Եվ այս պատմության մեջ տեսնում ենք, որ Հիսուսը ազատագրություն է տալիս այդ դևերից։ Բայց մի ուրիշ տեղ Հիսուսը ասում է, որ երբ որ դևը մարդու մեջից դուրս է գալիս, չար ոգին մարդու մեջից դուրս է գալիս, գնում է ջրերի վրա եւ խաղաղ տեղ է իրան փորձում փնտրի։ Եվ երբ որ չի գտնում այդ տեղը, ասում է գնամ իմ տունը, որտեղ որ ապրում է, այնտեղ ոնց որ թե լավ էր։ Եվ գրած է, որ ինքը վերադառնում է։ Եվ երբ որ վերադառնում է եւ գտնում է այնտեղ մաքրված, սրբված եւ պարապ, ասում է սպասի, ես մենակ չեմ այստեղ։ Գնում է իր հետ իր նման 7 ավելի չար դևեր բերում եւ բնակությունը հաստատում է մարդու սրտի մեջ։ Եվ ասում է, որ այս մարդը շատ ավելի չարն է լինում, քան մինչև որ էր, երբ որ դիվար էր։ Շատ կարևոր է, որ մենք գիտակցենք ինչից է Տերը մեզ ազատել։ Կարող ասես իմ կյանքում դևեր չկային, ես տենց խնդիր չեմ ունեցել։ Հավատացնում եմ, որ ամեն մեկի կյանքի մեջ դրանք եղել են։ Դևը շատ տարբեր դրսևորումներ ունի, գիտեք, դիվահարը չի նշանակում անպայման սենց փրփրոտի, գնա իրան պատերով տա, դևերը շատ տարբեր դրսևորումներ ունեն, չար ոգիները շատ տարբեր դրսևորումներ ունեն, դու կարող ես բարկացկոտ լինեիր, դու կարող ես նախանձ լինեիր, ժլատ լինեիր, դրանք բոլորը դիվական ազդեցություններ են, որոնք եղել են մեր կյանքի մեջ, շատ ուրիշ դրսևորումներ, որ կարող ենք բերել, Տերը մեզ այս բաներից ազատել է։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ շատ կարևոր է, որ այդ տեղը պարապ չմնա։ Դու կարող ես մտածես, քո հետ դա կապ չունի, երբեք դա քեզ չի վերադառնա ոչ մի ձևով, բայց ինչպես որ եղբայրս էլ ասեց, եթե դու արդարության ճանապարհների մեջ ես քայլում, եթե դու տնկված ես, եթե քո մոտ պարապ չի մնացել այդ տեղը, բայց այդ տեղը լցվել է Սուրբ Հոգով, եթե քո կյանքը պարապության չես մատնել, Տիրոջ հետ ունեցած քո հարաբերությունը չի սառել, չի մնացել ազատ, գիտես։
Մենք շատ կարիք ունենք, որպեսզի մեր կյանքերը ավելի ու ավելի ամրապնդվի Տիրոջ մեջ։ Շատ ավելի կարիք ունենք, որ այդ տեղը, որ մաքրվել է դեպից, չմնա պարապ, այլ լցվի ինչ-որ մի բանով։ Եվ այդ ինչ-որ մի բանը Աստծո խոսքն է, այդ ինչ-որ մի բանը Սուրբ Հոգին է, Աստծո հետ ունեցած մեր հաղորդակցությունն է։ Հիշում եք, երբ որ Հիսուսը նույնպես մի հոգու համար մտավ Բեթսայիդա, որպեսզի բժշկի ավազանի մոտ եղած մի մարդու, որը 38 տարի հիվանդ էր և անդամալույց էր։ Նա չէր կարողանում քայլեր, նորից տառապանքների մեջ Հիսուսը տեսավ այս մարդու տառապանքը, իր համար պատրաստ էր գալու մտնել այդտեղ հասնել մենակ իր համար, մենք չենք տեսնում ուրիշի բժշկություն։ Գիտեք, միգուցե կային ուրիշներ, բայց հարցը ստեղ սա չի, հարցը ստեղ մի հոգին է, որին Հիսուսը տեսնում է, ինքը մի հոգու համար պատրաստ էր։ Այս պատմությունը Մատթեոսը, դիվահարի պատմությունը Մատթեոսը նկարագրում է, որ երկու դիվահար էին։ Ղուկասն ու Մարկոսը հատկապես իրենց ուշադրությունը դարձրել էին մի դիվահարի, որովհետև իր մեջ լեգիոն կար, հավանաբար իր պատմությունը ավելի ազդեցություն էր թողել իրենց վրա եւ դա տպավորվել էր եւ իրանք խոսացել էին այս մի պատմությունը։ Կարող է պատահի Հիսուսը մտել էր Բեթսայիդա եւ ուրիշներին էլ էր բժշկել, չգիտենք, բայց մենք տեսնում ենք, որ Հիսուսի համար մի հոգին բավարար է, որպեսզի ինքը հասնի, գտնի, փոխի այդ մարդու կյանքը եւ Հիսուսը գիտեք ինչ ասում է մարդուն, ասում է զգուշ եղի, որ այլևս մեղք չգործես։ Տեսնում եք, որ այս մարդը չի լսում այս խոսքը, գնում է, Հիսուսին դավաճանում է, Հիսուսին մատնում է, վերջը։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այն, ինչից որ Հիսուսը ազատագրում է, այն, ինչ որ մեր մեջից գնացել է, շատ կարևոր է, որ դա այդ տեղը մենք լցնենք իրանով, իր ներկայությամբ, իր սիրով եւ պարապ չլինենք, որովհետեւ կան բազում մարդիկ հավատացած են, որ ըստ դիվարը պարապ չմնաց։ Դրանց այնքը գնաց ամբողջ քաղաքը, ամբողջ այն մյուս ավետարանի մեջ ասում է շրջակա այդ ամբողջ տարածքը եւ խոսում էր մարդկանց եւ քարոզում էր։ Պարապ չէր մնացել այդտեղ, գիտեք, այս մարդը կատարելապես բժշկություն էր ստացել։ Այսօր ես ուզում եմ հրավիրեմ այն մարդկանց, ովքեր որ դեռևս զգում են, որ իրանք ինչ-որ բաների կապվածություն ունեն, ինչ-որ բաներից բռնվածություն ունեն, ինչ-որ բաներ կա, որ դեռևս իրանց կյանքից չի գնացել։ Ուզում եմ ասել, որ Հիսուսը նույնն է այսօր, նույնքան նույնն է, ինչպես որ 2000 տարի առաջ երբ որ մենք տեսնում ենք այս պատմությունը։ Ինքը այսօր պատրաստ է մեզ ազատի ամեն բռնվածությունից, կարող ասես իմ մեջ դև չկա, բայց ցանկացած բռնվածություն, որ մենք ունենք, դա դիվական ազդեցություն է, որ գալիս է, որի հետ մենք պայքարում ենք, ինչպես որ այս դիվարներ պայքարում, որի հետ մենք ուզում ենք ամեն կերպ այդ ազդեցությունից ազատվել, բայց մեր մոտ չի ստացվում։ Գիտեք, Հիսուսի մի խոսքը բավարար է, որպեսզի այդ ազդեցությունը գնա քեզանից եւ դու այլևս դրա մասին չհիշես, որ դա հեռանա եւ փոխի քո ողջ կյանքը, որ դա քո մեջ ունես մի հետք թողի, որ դու գնաս եւ պատմես դրա մասին, այն մարդկանց, ովքեր որ նման խնդիրներով են անցնում, այն մարդկանց, ովքեր որ ունենան քո խոսքի կարիքը, կյանքի մեջ Տերը կարող է նույնպես բերել բժշկություն։ Եկեք կանգնենք ոտքի։